Օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հեծի շուրջ Հայաստանում ընթացող զարգացումներին։ Վարչապետի մասնակցությամբ հեծին վերաբերող այսօրվա քննարկումը մեկ այլ իրողություն է բացահայտում։ Հայաստանում գործող ամբողջ ռուսական կապիտալը պետք է դառնա իրավապահների, քննիչ հանձնաժողովների եւ անկախ աուդիտի խորացված ուսումնասիրության առարկա։ Չկա գետ մեկ ոլորտ, որտեղ ռուսական ներդրումը մաքուր թափանցիկ գործունեություն ծավալի, որտեղ ռուսական կապիտալ, այնտեղ կոռուպցիա ու թալան, պետության հետ մութ պայմանագրեր, հարկատուի հաշվին մսխված գումարներ, կեղծ գնումներ եւ ձևական տենդերներ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տարիներ շարունակ կիրառվել են կասկածելի գնային սխեմաներ, թաքցվել են արտահանման իրական ծավալները։ Սոտքի ոսկու հանքավայրում շահույթը դրվել է բնության եւ համայնքների շահերից վեր։ Հայկական երկաթուղիները ռուսական կառավարման պայմաններում զարգանալու փոխարեն մաշվել ու թալանվել են կեղծ ներդրումային ծրագրերի անվան ներքո։ Գազպրոմ Արմենիան մենաշնոր է գաղտնի սակագնային ֆորմուլաներով ու երկարաժամկետ ոչ թափանցիկ պարտավորություններով։ Սա վաղուց այլևս միայն տնտեսության մասին չէ, սա Հայաստանի սուվերենության եւ ազգային անվտանգության հիմնարար հարց է։ Եթե չբացենք եւ սկզբից մինչեւ վերջ ուսումնասիրենք Հայաստանում ռուսական կապիտալի այս ողջ շղթան, չենք կարող խոսել անկախ պետության եւ արդար կանխատեսելի խաղի կանոններով տնտեսության մասին։ Յուրաքանչյուր դրամի, յուրաքանչյուր պայմանագրի ճանապարհը պետք է հասնի հանրային հաշվետվության եւ որտեղ անհրաժեշտ է դատարան։ Սա է սուվերեն Հայաստանի նվազագույն պահանջը։